Պարոն Թոքմաջյան, օրերս Պարուշ Սևակին նվիրված քանդակ։ Ուզում եմ հասկանալ, ձեզ պատվեր էր եղել, որ դուք ստեղծեիք։ Ոչ։ Դա իմ նվիրատվությունն է, ես 2 տարի ուխտ էի արել, որ ես պետք է Պարուշ Սևակի առանց որևէ կողքի միջամտության, որտեղ գիտեք ինչ, ամեն անգամ պատվեր որ լինում է, պատվերատուն միջամտում է եւ ինչ եղում է։ Ես ունեի Պարուշ Սևակի շատ որոշակի նկարագիր, իմ հոգում կար եւ այդպես էլ արեցի։ Դուք ստեղծել եք եւ տվել եք դպրոցին, տեղադրել եք դպրոցի բակում։ Այո, տարա ես առաջարկեցի իր թոռը, թանգարանի տնօրենը։ Սկզբում ասեց վերենք թանգարանի մուտքի մոտ դնենք, հետո ես ու գործը գնացի, քարը չարեցի, վերեցի սկսեցի աշխատել, մի օր զանգեց է պարոն Թոքմաջյան, գիտեք ինչ, ես կթունեմ որ մուտքի մոտ, քանի որ կողքից ճանապարհ պետք է բացվի դեպի իր գյուղը զանգակատունը, գուցե հարմար չի։ Այդ դեպքում ասի գիտեք իր դպրոցը որտեղ ա եղել, որտեղ որ ինքը սովորել է, իր հայրական տունը, ասենք ագրած զանգակատան գյուղն է, առաջ ոնց է կոչել Սովետաշեն, դրանից առաջ էլ Չանախչի ա եղել։ Եվ մարզպետի, գյուղապետի հետ համաձայնության եկանք եւ այսպես տեղափոխեցի, այդ ամեն ինչը իմ վրա է եղել, նույնիսկ տեղափոխությունը ես եմ կազմակերպել։ Ինձ համար այդ գործը լավագույնն է Պարուշ Սևակին։ Եթե իր թոռը ընդունեց բանով, ինտերնետով տարածեց, որ Թոքմաջյանը մի նոր կերպար ստեղծեց իմ պապու Պարուշ Սևակին։ Հիմա մնացածները ով ինչ ուզում է թող ասի։ Այս հասակից ես ստեղծեցի փայլուն մի գործ։ Ես դա համարում եմ իմ լավագույն գործը։ Հիմա թե ով ինչ ուզում է թող ասի։ Դասողները հետաքրքիր ովքեր են։ Նրանք ուզում են որպեսզի լուսանկարչություն լինի։ Ես լուսանկարչություն չեմ անում։ Ես իմ կերպարն եմ ստեղծում։ Մոդելյանը ժամանակին Փարիզում որ ստեղծեց իր կանացի կերպարը, նա բերում էր նատուրային նստացնում էր եւ նայում էր եւ ստեղծում էր իր պատկերացրածը։ Հիմա կայնեին քննադատեն որ գիտեք ինչ դա նման չի, նմանության հարց չկա։ Սա կոնցեպտուալ մտածողության հարց է։ Մեր ժամանակները այնքան գլխի վրա շուռ է եկած։ Ով ինչ ոնց խոսախ ոնց ինչ դա չի էլի։